Իսկ դու ասել ես, հալելույա, հալելույա, իսկ դու ասել ես, Հակոբի աղոթքն ասա, սիրելներ, ամեն։ Հակոբի կյանքը հիշում եք Եսավն ու Հակոբը, երկու եղբայրներ ծնվեցին եւ Եսավը իր անդրանիկությունը ծախեց, քույր եղբայրներ։ Եվ դրանից հետո երկու եղբայրների մեջ արդեն եղավ շատ վատ օրեր կարանք ասենք, այն պահը անգամ գիտեք, երբ որ նա անդրանիկությունը Եսավը ծախեց իր եղբորը, նա դեռ չէր հասկանում ինչ արե, մինչև այն պահը եկավ ու Իսահակ իր ձեռքերը դրեց Հակոբի վրա իմանալով, որ Եսավ նաև օրհնեց Հակոբին։ Ու նա հասկացավ, որ այդ խոսքերի տակ ինչքան մեծ բան պատասխանատվություն ու օրհնություն կա, ամեն։ Նա տեսավ օրհնություն կար այդ խոսքերի տակ, Հակոբը հասկացել էր նաև օրհնությունը, բայց ոչ պատասխանատվությունը։ Ես այսօր որ կարդալու եմ այս Հակոբի աղոթքը, սա 20 տարվա պատկերացրեք, 20 տարիների կրակով, ջրերով, փորձություններով անցած մարդու աղոթք կա, որ բարձրացնելու ենք, ամեն։ Եղել է, չէ, որ սկիզբը մի բան սկսում ես, Տերը մի բան ասում է, բայց գիտես հեսա, որ մեկ օր հետո լինելու է, երկու օր հետո ասում ես լավ, էլի գալիս է միտեղ, սպասում ես, երբ որ դու ինքդ քեզանից վերջանում ես, նոր Տերը սկսում է գործել, թող եկեղեցին ասի ամեն։ Սա հենց Հակոբն էր, սիրելներ, ամեն։ Իսկ դու ասել ես Տեր Աստված, Հակոբի աղոթքը, Եսայի 54:17-ի մեջ, այսօր շատ հռչակելու ենք ինչ Աստված ասել, ոչ թե մարդը ասել, ինչ Աստված ասել, սիրելներ։ Եսայի 54:17 ասում է, քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենալու, եւ ամեն մի լեզու, որ դատաստանի է ելում քո դեմ, պիտի դատապարտվի, ամեն, հալելույա։ Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, որ ինձանից է գալու նրանց արդարություն, ասում է Տերը, հալելույա։ Իսկ դու ասել ես, ասում է Տերը Փառքեր Հիսուսին։ Եբրայերեն բնագրերում ասում է Տերը 360 անգամ գրված Աստվածաշնչում։ Այսպես է ասում Տերը, Տերը ասաց զորքերի, եւ այսպես 360 անգամ։ Հիշում եք, այսպիսի մի տերմին կար, որ ասում են մի վախեցիր 365 անգամ է նշված։ 365 անգամ ասում են, այսինքն հեթանոսների կալենդարով որ նայենք, ամեն մի օրը Տերը ասում է մի վախեցիր։ Հրեաների կալենդարով 360 օր, որ վերցնենք, ասում է Տերը մեզ բոլորից չվախենանք, ամեն սիրելներս։ Ամեն օր մի վախեցիր ու վստահիր Տիրոջը։ Ղուկաս ավետարանի մեջ ասում է Տերը, մի հետաքրքիր բան ասեց Պետրոսին, ասում է Տերը, իսկ դու ասել ես։ Եվ երբ ասում է խոսելը դադարեց, Սիմոնին ասեց, մի մարդ, որ ամբողջ գիշեր տանջվել են, այս փորձառու ձկնորսները եւ անգամ մեկ ձուկ էլ չեն կարացել որսան։ Եվ այդ փորձությունից հետո Աստված գալիս է մտնում է Պետրոսի նավակի մեջ։ Եվ ասում է, եւ խոսելը դադարեցրեց ժողովրդի հետ, Սիմոնին ասեց, քշիր դեպի խորքը, այսպես է ասում Տերը, ու ձեր ուրկաները գցեք որսալու։ Սիմոնը նրան պատասխանեց, վարդապետ, ամբողջ գիշեր չարչարվել ենք ու ոչինչ չենք բռնել, բայց քո խոսքի համար ուրկանը կգցեմ։ Իսկ դու ես ասում Տեր, քո խոսքի համար ուրկանս կգցեմ, ամեն։ Այսօր ես չգիտեմ ինչ փորձություններ, ինչ դժվարություններով ենք անցել, կյանքի ինչ խնդիրներով ենք եկել այստեղ, բայց Աստծո խոսքի համար ուրկանդ գցի սիրելիս, ամեն այսօր։ Այսօր հավատա Տիրոջ խոսքին, ասա Տեր, հավատում եմ այն ինչ որ դու ես ասել, իսկ դու ասել ես Տեր Աստված, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ասում եմ շատ հետաքրքիր մի այսպիսի մի բան, այս համարը կարդամ ու այս պատմությունը կպատմեմ։ Երրորդ Թագավորաց 17:4-ի մեջ Աստված նորից է ասում, հիշում եք Եղիան, երբ որ փորձությունների, դժվարությունների մեջ նա թողեց, փախավ Հեզաբելից գնաց միտեղ եւ ուզում էր մահանալ, եւ ասում Աստված երևաց, ասում Եղիային եւ այդտեղ ասեց, այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագրավներին հրամայել եմ ասել եմ, որ քեզ ասում կերակրեն այնտեղ, ամեն։ Տերը իր խոսքով երկինքն ու երկիրը ստեղծել է, իր խոսքով ամեն բան արարել կա, իր խոսքով սիրելի եկեղեցիներ, կենդանիները լսում են Տիրոջ ձայնը եւ հնազանդվում են, ամեն,
Որովհետև Տերն ասե, Տիրոջ խոսքը արքայի ձենը իր արարչի ձայնը ճանաչում են։ Եվ հետաքրքիր ասում է երկու հարևան են լինում։ Մեկը քրիստոնյա, մեկը աթեիստ։ Ամեն օր աթեիստը հելնում է բալկոնը, կոֆեն խմում է իր սուրճը առավոտյան, նույն ձևով է քրիստոնյան, սուրճը վերցնում է եւ սկսում է փառաբանել Աստծուն։ Տեր, օրհնում եմ քեզ, մեծարում եմ քո անունը, դու ես արարիչը, դու ես ասել, ամեն բան արարել ես եւ այսպես ամեն օր։ Եվ այս աթեիստը էլ տեղը չի գտնում, սպասում է ամեն օր նորից հելնում է եւ այսպես ու մի օր է գալիս այս քրիստոնյան գործը կորցնում է աշխատանք։ Շատ վատ վիճակ է լինում, տան անգամ իր վարձը չի կարում որ մուծի, սեղանի վրա հաց դնի եւ հելում է եւ ասում է իսկ դու ասել ես Տեր Աստված, դու ասել ես որ քո ծառաների համար հոգ ես տանելու, դու ասել ես Տեր Աստված, ես աշխատանքս կորցրել եմ, ոչ մի հնարավորություն չունեմ տանս վարձը տամ այս ամիս, հնարավորություն չունեմ որպեսի ուտելիք եւ նման բաներ առնեմ։ Եվ այս աթեիստը լսում ասում է մեկ րոպե, ասում այս հենց սկական ժամանակն է, որ ես ապացուցելու եմ ինչ է իր Տերը ասել։ Գնում է մի հատ լավ առևտուր անում ու բերում է դնում է բալկոն էս քրիստոնյայի հենց տարածքի մեջ։ Ու գնում է տուն։ Այս քրիստոնյան հելում է, տեսնում է ամեն բան լավ առևտուր արած դրված, ասում է փառք ես Տեր Աստված, որ դու ապահովեցիր։ Այդ պահին էս աթեիստը դուրս է գալիս ու ասում է հա տեսար, որ քո Տերը չկա, ես եմ դա առել ու ես եմ տվել։ Եվ գիտեք ասում է կրկնակի փառք ես Տեր Աստված, որ անգամ ագրավին հրամայեցիր, որ քո ծառային կերակրի։ Ամեն, հալելույա, սիրելիներս։ Աստված անգամ ագրավին հրամայեց, որ Եղիային գնա, ագրավը սիրելիներ, պատկերացրեք, ագրավի բերանից դու միս հանես, անհնարին բան է։ Գիշատիչ կենդանի է նա։ Բայց նա եկավ ու Եղիային կերակրում էր, որովհետև Տերն էր ասել։ Որովհետև Տերն էր ասել, իսկ դու ասել ես Տեր Աստված, հալելույա։ Այս խոսքերը իսկ դու ասացիր վերցված են Հակոբի աղոթքից, Ծննդոց 32 գլուխ, որ այսօր կարդալու եմ։ Հակոբը պատրաստվել էր, սիրելիներս, որ նա ուղղակի իր անցյալի հետ պետք է ետ վերադառնա, առ երեսվի իր անցյալին։ Նա 20 տարի իր տանից բացակա էր, իր ծնողներից, իր հարազատներից, իր ազգականներից։ Եթե հիշում եք, երբ որ նա վերցրեց այդ օրհնությունը Հակոբը, մայրը մի անգամից ասեց դու պետք է այստեղից հեռանաս, պետք է գնաս քո քեռու Գերդաստանին մոտ եւ այնտեղ մի աղջիկ պետք է առնես։ Մեզ ազգակից, մեզ արյունակից, ամեն սիրելիներս։ Եվ նա գնաց, եւ տարիների մեջ Աստված Հակոբին օրհնեց։ Բայց Հակոբի մեջ մի բան էր կատարվում, նա գիտեր, որ նա ետ պետք է վերադառնա, որովհետև իսկ դու ասել ես խոսքը, սիրելիներս, այսօր ավելի պարզ կլինի դրա մասին, ամեն։ Բայց գալիս է միտեղ Ծննդոց 32 գլուխը շատ կարևոր պահ է եղել Հակոբի կյանքի մեջ, շատ վճռական ու կարևոր։ Սա այն պահն է, որ նա պատերազմում Աստծո հետ, սկսում է մարտնչել Աստծո հետ։ Այդ գլխի մասին են խոսում։ Եվ սա այն պահն է, որ Հակոբը ետ պետք է վերադառնա, եւ դեմ արդեմ ինքն ու Եսավը երկու եղբայր պետք է կանգնեն իրար հետ իրար հարցեր լուծեն, ամեն։ Բայց Հակոբի վրա մի հատ մեծ սարսափելի վախ է գալի։ Նա ուղարկում է դեսպաններ Եսավի մոտ եւ նրան գալիս են ասում են լսի Հակոբ, Եսավը գալիս է 400 մարդ էլ իր հետ, ամեն։ Խոսքը ասում է մի անգամից Հակոբի մեջ վախ եկավ, որ գալու է Եսավը եւ իմ ընտանիքը եւ ինձ բոլորից վերացնի։ Եվ Հակոբ, գիտեք, Հակոբը նա մի աֆերիստ, մի խաբեբա մարդ է եղել, ամեն։ Ծննդոց 32-ի մեջ Աստված Հակոբի անունը փոխում է եւ դնում է Իսրայել վերջապես, ամեն սիրելիներս։ Եվ Հակոբը ասում է ինչ պետք է անեմ, երկու խմբի պետք է ընտանիքս բաժանեմ։ Եթե Եսավը հարձակվեց A խմբի վրա, գոնե B-ն կփրկվի, եթե B-ի վրա հարձակվեց, A-ն կփրկվի, եթե երկուսի վրա, ես կփրկվեմ։ Որովհետև երկու խմբի մեջ չեմ լինելու, ամեն։ Սա Հակոբն էր, սիրելիներս, պատկերացրեք։ Բայց շատ արագ բաներ է փոխվում Հակոբի կյանքի մեջ։ Նա Աստծո հետ սկսում է մարտնչել։ Նա սկսում է պատերազմել։ Պատկերացրեք, ասում է դեմ արդեմ Աստծուն տեսա ու պատերազմեցի նրա հետ։ Եվ Աստված կպնում է նրա ամենակողքի են ջիլին։ Թենդն են ասում։ Իմ խաչատուր եղբայրս կիմանա, մատքիդ երկու թենդները որ կտրեցիր, հա, Հակոբին հենց այս կողքի ամենայն կարևոր թենդնն է, այդ մկանը,
Ու Աստված կպնում է այդ կողքի մկանին, դե իմ Հակոբը ինչ պետք է անի, կաղալով, ավելի խոնարհությամբ պետք է գնա իր եղբորի հետ հանդիպի, ամեն սիրելներս։ Սա խոսում ենք դրա մասին։ Ծննդոց 32 գլխի մեջ, այս բոլորս իրադարձությունների մեջ Հակոբը աղոթում է։ Շատ անկեղծ աղոթք է բերում Տիրոջը եւ երկու բան է հիշացնում Աստծուն։ Ծննդոց 32 գլուխ 9-րդ խոսքն ասում է եւ Հակոբն ասաց, աղոթեց. Ով իմ հոր Աբրամի Աստված եւ իմ հոր Իսահակի Աստված, ով Տեր, որ ինձ ասացիր, ասա, ով Տեր, որ ինձ ասացիր։ Այս խոստումը, որ նա ասում է, սա ասել է 20 տարի առաջ, որ իրան ինչ որ մի բան ասած եղել։ Վերադարձիր քո երկիրը եւ քո ազգականներին եւ քեզ բարիք կանեմ։ Եվ ես արժանի չեմ այն բոլոր ողորմություններին եւ ամեն հավատարմությանը, նա գիտի ինչ արել, Լաբանի գլխին ինչ արել իր եղբոր, ամեն բան գիտի, ասում է արժանի չեմ, որ ցույց ես տվել քո ծառային, որովհետեւ իմ գավազանովն անցա այս Հորդանանից։ Իսկ հիմա երկու խմբի տեր եմ դարձել։ Հիմա ինձ ազատիր իմ եղբայր Եսավի ձեռքից, որովհետև վախենում եմ նրանից, միգուցե գա եւ հարվածի ինձ եւ մորն ու երեխաներին։ 12 խոսքը շատ վճռական է։ Իսկ դու ասել ես, վերնագիրը Քարոզի, իսկ դու ասել ես, թե անպայման քեզ բարիք կանեմ եւ քո սերունդը ծովի ավազից ավելի կանեմ, որ շատ լինելուց չի հաշվի, ալելույա, փառքեր Հիսուսին։ Երկու անգամ Հակոբը աղոթքի մեջ կրկնում է հզոր խոսքեր։ Տեր, դու ինձ ասել ես։ Ինչ որ ասում բան է հիշացնում անցյալից, սիրելիս։ Հիշի մի բան ինչ է Տերը քեզ ասել։ 1 տարի առաջ, 20 չգիտեմ, բայց դեռ սպասում ես այդ խոսումին։ Դեռ սպասում ես, որ Տերը ինչ որ մի բան անելու քո կյանքի մեջ, հալելույա։ Այսօր ասա այս խոսքերը, իսկ դու ասել ես, հալելույա, փառքերը քեզ Տեր Հիսուս։ Հակոբի աղոթքը Աստծո խոսքի ուղղված աղոթք էր, մեջ բերված։ Տեսեք ինչն է կարևոր։ Խոսքը օգտագործում էր Հակոբը Աստծո դեմ։ Աստծո խոսքը օգտագործում էր իր դեմ, ամեն։ Այս սա հզոր աղոթք է։ Ամենահզոր աղոթքը, իսկ դու ասացիրը մեր իշխանությունն է աղոթքի մեջ։ Երբ որ Աստծո խոսքը դու օգտագործում ես Աստծո դիմաց, ամեն սիրելիս։ Աստծո խոսքը միշտ կարդա ու ասա Տեր, դու ես ասել։ Սա իմ հայրերը չեն ասել։ Դու ես ասել իմ հայրերի մասին, գալող սերունդների մասին, ալելույա։ Իսկ դու ասացիրը մեր իշխանությունն է աղոթքի մեջ, որովհետև անհնարին է, որ Աստված սուտ խոսի։ Եբրայեցիների 6:18-ի մեջ ասում է առաքյալը, անհնարին է, որ Աստված սուտ խոսի, ամեն։ Նրա խոսքերը այո եւ ամեն են, սիրելի եկեղեցի։ Աստվածաշունչը ամեն օր կարդալ հենց մեզ օգնում է, որ մենք ավելի արդյունավետ աղոթենք։ Գիտեք, շատ անգամ մեր խնդիրը նա է, մեր փորձությունների խնդիրների մեջ, որ ուղղակի որ մենք աղոթում ենք, մեր խնդիրներն ենք աղոթում։ Տեսեք, Հակոբը չբերեց իր խնդիրները բարձրացնի Տիրոջը։ Հակոբը չբերեց իր խնդիրները Տիրոջը բարձրացնի։ Հակոբը ոչ մի բան, նա ասեց, լսի, դու ուխտ կապող Աստված ես, ուխտի Աստված ես։ Դու ինչ ես խոստացել։ Դու Աբրամին ես խոստացել, Իսահակին, Հակոբին, իմ հայրերին։ Հիմա ես այստեղ կանգնած եմ, Տեր Աստված, ամեն սիրելիս, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիշեք, որ Աստված միշտ արձագանքում է իր խոսքին, ոչ թե մարդու խոսքին։ Մենք կարող է զգացմունքային լինենք, պայտակ բաներ ասենք, զղջանք ու գնանք, բայց Աստված մարդ չի, որ սուտ խոսի, սիրելիս։ Աստված մարդ չի, որ մարդու պես զղջա իր ասածների համար։ Հալելույա։ Առաջի Հովհաննես 5:14 այսպես ասում. Սա է այն վստահությունը։ Հավատքի մասին չեմ խոսում, սիրելներ։ Ես գիտեմ, որ այստեղ ամեն մեկս, որ եկել ենք, մենք հավատք ունենք, որ եկել ենք։ Հավատքն է մեզ բերել այստեղ, բայց վստահության մասին եմ խոսում։ Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Ամեն։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրվածները։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Շատերը ասում են, բայց ինչ իմանանք Տիրոջ կամքը։ Ես ասեմ, Տերը իր կամքը պարզ հայտնել Աստվածաշնչի մեջ, հա, համաձայն եք։ Տիրոջ կամքը գրված է Ծննդոցից հայտնություն։ Կյանքիդ մեջ ինչ որ խնդիր կա, ինչ
Էտապներով անցնում ես, բացի կարդո ասա, իսկ դու ասել ես Տեր, իսկ դու գրել ես, իսկ դու խոսացել ես, իսկ դու հռչակել ես։ Այդ ամենը Տեր Աստված, ես հավատում եմ քո խոսքը այո եւ ամենա, թող եկեղեցին ասի ամեն, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Նրա կամքը գտնում ենք նրա խոսքում, սիրելներ։ Հակոբը դա էր արել։ Նա բացել էր ինչ որ իրան փոխանցվել է եւ կարդացել էր ու ասել էր Տեր, սա քո կամքն է։ Ես այսօր աղոթելու եմ քո կամքի իմ կյանքի մեջ։ Եվ այսպես սիրելներս, ինչ մեջբերում էր անում Հակոբը։ Երկու անգամ նա ասաց, որ այսպես դու ասացիր, իսկ դու ասացիր Տեր Աստված, ամեն։ Հակոբը վերադառնում է երկու վայր, որտեղ Աստված խոսել էր իր հետ։ Այսօր մտովի վերադարձիր այն վայրը, որ Աստված քո հետ խոսացել է, բայց չես ստացել։ Վերադարձիր այն տեղը, որտեղ որ Աստված քո կյանքի մեջ խոստում ա տվել, սպասում ես, բայց դեռ չես ստացել, սիրելիս, ամեն։ Առաջին վայրը Ծննդոց 28-ը, որը եղել էր 20 տարի առաջ։ 20 տարի առաջ։ Ծննդոց 28-ի մեջ հիշում եք, երբ որ նա Եսավի երեսից փախավ, ամենաառաջի բանը նա առնչվեց Աստծուն։ Եվ նա մի երազ տեսավ։ Երկրի վրա ասма դրված էր մի սանդուղք, որի ծայրը դիպչում էր դեպի երկինք եւ Աստծո հրեշտակները նրանով բարձրանում ու իջնում էին։ Այս ամբողջ երկինքը բացվեց նրա առաջ։ Եվ Տերը կանգնած էր դրա վրա։ 15 խոսքը լսեք։ Ես քեզ հետ եմ, Տերը ասեց նրան, եւ ամեն տեղ ուր էլ որ գնաս, ես կպահպանեմ քեզ, եւ քեզ կվերադարձնեմ այս երկիրը, որտեղ քեզ չեմ թողնի, մինչեւ որ չկատարեմ այնինչ, որ ես քեզ ասել եմ։ Առաջի անգամ նա ասում է այսպես ես ասել, Ծննդոց 32-ի մեջ հիշացնում է Աստծուն, օգտագործում է Աստծո խոսքը Աստծո դեմ, հիշեցնելով ինչ է ասել Աստված։ Ասում է Տեր, դու ինձ փրկել ես, դու ինձ կանչել ես, դու ինձ օրհնել ես, դու ինձ ուղարկել ես, հիմա ես կանգնած եմ այս խնդիրի առաջ։ Խնդրում եմ, դու իմ հարցերը լուծիր, իմ ընտանիքի հարցերը լուծիր, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ 15 խոսքը ասում է 20 տարի առաջ, եւ այդ տեղի անունը կոչեց Բեթել դրեց, Էլ Բեթել, Աստծո տուն, ամեն սիրելներս, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Երկրորդ անգամ, որ Աստված նրան ասել էր, իսկ դու ասել ես այս խոսքը 1 ամիս առաջ։ Նա երբ որ արդեն դուրս է գալի, որ պետք է ետ վերադառնա, եւ գալիս են նրան ասում են, որ քո եղբայր Եսավը 400 հոգով գալիս է քո դեմ, նա մի անգամից վախենում է։ Բայց 31-րդ գլխի մեջ նա այս խոսքն է հիշացնում Աստծուն եւ ասում է, իսկ դու ասել ես Տեր։ Տերն ասեց Հակոբին, վերադարձիր հայրերի երկիրը քո ու քո ազգականների մոտ, եւ ես քեզ հետ կլինեմ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աշխարհում սիրելի քույր եղբայրներ, Հիսուսն ասաց, որ նեղություններ պետք է ունենաք։ Ունենալու եք դժվարություններ, խնդիրներ, բայց քաջալերվեք, որ ես հաղթել եմ աշխարհին։ Հալելույա։ Միտեղ էլ ասում է ձեր հավատքն է, որ հաղթել է աշխարհին, ամեն սիրելներ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես առաջի երազը, որ Հակոբը տեսել էր, դա կապված էր ժամանակի եւ խոստումի հետ։ Ծննդոց 28-ի մեջ ժամանակի ու խոստումի հետ էր կապված։ Այո, նա տեսավ երկինքը բացված, հրեշտակները բարձրանում են, իջնում են, Աստված նրան ասեց կգնաս, քո հետ եմ լինելու, ետ կվերադառնաս, բայց եթե ես Հակոբի տեղը լինեի, երևի կասեի, դե գնալու եմ մի ամիս հետո ետ եմ վերադառնալու։ Կգնամ քեռուստուն, Ռաքելի հետ կամուսնանամ, կվերցնեմ ու հետ կգամ, ու այն հորը ժառանգությունը, որ ձեր մեր դրել, ու այդքան բան, բայց իր նախատեսած ձևը չէր, սիրելիս։ Գիտեք, բաներ կա մեր կյանքի մեջ, որ մենք նախատեսում ենք, պլանավորում ենք, ասում ենք, ամեն ինչ արդեն որոշում ենք, մեկ է տեսնում ենք 1 տարի անցավ, երկրորդ տարի, ինչպես ես զգում, եթե 20 տարի անցնի։ 20 տարի։ Աբրահամի կյանքից 24 տարուց ավել անցավ, Աստված ասում է որդի եմ տալու, չէ, որդի եմ տալու, հավատա, նորից քեզ որդի եմ տալու, սիրելիս, ամեն։ Եվ սիրելիս, ամենաառաջի մեր կյանքի ամենաառաջի բանը հիշեք, ամեն ինչ կախված է ժամանակի ու խորհրդի հետ։ Ամեն բան շատ արագ չի լինելու։ Եվ այդ ժամանակների մեջ Աստված մեր մեջ բարձրացնելու է իր հավատքը։
Աստված մեզ դարձնելու ավելի իր պես, համբերող, սիրող, զիջող, սիրելի քույրս եղբայրս։ Երկրորդ երազը, որ նա տեսավ, գիտեք, ինչն է հետաքրքիր, երկրորդ երազը վերադարձ դեպի խոստումը։ Հակոբը սա էր տեսել։ 31-ի մեջ նրան երևաց եւ ասեց վերադարձիր քո հոր երկիրը։ Ամեն։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Միգուցե մեզանից շատերս այստեղ նստած առաջի կետի մեջ ենք դեռ։ Միգուցե 10 տարի, չգիտեմ քանի տարիներ դեռ սպասում ենք, բայց միգուցե դուք շատերդ այստեղ արդեն մեկ ամիս է մնացել, որ այդ խոստումը դեպի վերադարձ պետք է տեսնեք։ Ասա ամեն, փառքերը մեր Տեր Հիսուսին։ Հալելույա, փառքերը Հիսուսին։ Երկուսի համար էլ պետք է լսենք Աստծո ձայնը, սիրելներ։ Խոստումի ու ժամանակի համար եւ վերադարձ դեպի խոստումը, ամեն։ Զորավոր աղոթն այն է, երբ մեջ բերում ես Աստծո խոսքը Աստծուն ուղված։ Հակոբը դա արեց։ Նա իր 20 տարիների փորձառությունը, 20 տարիների ինչ որ անցել է, գիտեք, Հակոբի կյանքը նա օգտագործեց Աստծո ասած 2 անգամ, իսկ դու ասել ես խոսքը իր դեմ։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Իսկ դու ասել ես Մովսեսի համար ոնց էր այս խոսքերը։ Գիտեք, բոլորը ետ են վերադարձել, իսկ դու ասել ես։ Եթե ուշադիր կարդաք Աստվածաշունչը, ասում է Մովսեսը երբ որ ընկավ մի նեղ վիճակի մեջ, որ Աստված գրեթե ուզում էր արդեն իր երեսը Իսրայելից թեքեր, ասեց հիշիր քո ծառաներին, ում էլի, նորից Աբրամին, Իսակին եւ Հակոբին, հալելույա, որոնց դու երթվեցիր քո անունով եւ ասեցիր նրանց, երկնքի աստղերի չափ պիտի շատացնեմ ձեր սերունդը եւ ամբողջ երկիրը, որի մասին խոսեցի, ձեր սերնդին պիտի տամ եւ հավիտյան պիտի ժառանգեն, հալելույա։ Իսկ դու ասել ես իմ ընտանիքի համար։ Ինչ Աստված ասել իմ ընտանիքի համար։ Ինչ Աստված ասել իմ փրկության համար, իմ ժառանգների համար, իմ երեխաների համար, այս քաղաքի համար, իսկ դու արդեն ասել ես Տեր Աստված, փառքերը քեզ, հալելույա, փառքերը քեզ Տեր Հիսուս, փառքերը քեզ Հիսուս։ Մովսեսը 33 գլուխ ելից նորից է խոսում, ասում է Մովսեսն ասեց, այս անգամ ավելի սպեսիֆիկ, ավելի կոնկրետ, ասում է դու ինձ ասացիր։ Աստծո խոսքը օգտագործում Աստծու դեմ, դու ինձ ասացիր։ Քեզ ճանաչում եմ քո անունով եւ իմ առաջ շնորհ գտար, ամեն սիրելիս։ Հալելույա, փառքերը Հիսուսին։ Դավիթը երբ որ աղոթում էր իր նեղության մեջ նույն խոսքն էր ասում։ Եվ հիմա ով Տեր Աստված, այս խոսքը որ ասել ես, քո ծառայի եւ նրա տան համար հավիտյան հաստատիր։ Հալելույա, հաստատ արա իմ մեջ։ Ասա ինչ խոստումներ ունի Աստված քո համար։ Քո տան համար հաստատիր Տեր Աստված։ Հաստատիր քո խոսքի իմ ընտանիքի մեջ, փառքեր Հիսուսին։ Հովսափատը եկավ միտեղ կանգնեց։ Հովսափատի աղոթքը ամենագերագույն աղոթներից մեկն է, սիրելիներ, հիշում եք, 3 ազգեր շրջապատել էին, նա տեղ չուներ գնալու, բայց մի նախադասություն ասեց, հետաքրքիր բան։ Երկրորդ մնացորդած 20-ը որ կարդաք, նա Աստծուն այսպես ասում. Միթե դու չես ասել։ Տեր Աստված, միթե դու չես ասել։ Աստված չէր նայում Իսրայելի վիճակը, կարգավիճակը, արժանի են, թե արժանի չեն։ Նա երբ որ գալիս այցելում է իր որդիներին, ամենաառաջինը նա այցելում է իր խոսքի համար։ Նա այցելում է իր անունի համար։ Անկամ նա ասում է, որ Իսրայելը արժանապատիկ է, նա արժանիքները չունի ինձ մոտենալու, բայց ես նրան փրկել եմ իմ անունի համար։ Հավատում եք, սիրելիներ։ Եվ այս խոսքերն մեջ բերում Հովսափատը, միթե դու չես ասել։ Եվ երկու կարևոր հարց է տալիս Աստծուն։ Ով մեր հայրերի Տեր Աստված։ Դու չես այն Աստվածը։ Գիտեք, սա երկմտություն չի, սա թերավատություն չի։ Աղոթքի մեջ Աստծուն հարց տալը դա թերավատություն չի։ Եթե իհարկե որ քո մտքերը քո բանը չես բերում, դու բերում ես, ասում ես, միգուցե Տեր Աստված, մի րոպե։ Իմ կյանքի մեջ հիմա խորը մի հատ խնդիր կա, եւ նույն ասում ես, միթե դու չես ասել, որ իմ վերքերով դուք բժշկվեցաք։ Ամեն։ Դու օգտագործում ես խոսքը Տիրոջ դեմ։ Քույրս, եղբայրս, միթե դու չես ասել։ Դու չես այն Աստվածը, որ բնակվում է երկնքում եւ տիրում է ազգերի վրա, բոլոր թագավորությունների վրա, ամենաառաջի բանը փառքեր Աստծուն, փառքեր Աստծուն։ Քո ձեռքում են զորությունն ու ուժը, եւ ոչ մեկ ասма դրա դեմ չի կարող կանգնել։
Երկրորդ հարցն է տալի. չէ՞ որ դու, ով մեր Տեր Աստված, քշեցիր մեր թշնամիներին մեր առջևից։ Ամեն։ Քույրս եղբայրս, այսօր Աստծուն հիշեցրու իր խոսքը, եւ քո մեջ էլ հավատ կա գալու։ Իսկ դու ասացիր Տեր Աստված։ Միթե դու չես ասել Տեր Աստված։ Միթե սա քո խոստումը չի Տեր Աստված։ Ամեն, սիրելի քույրս եղբայրս։ Երբ որ Տիրոջ առաջ այս խոսքերը ասում է Հովսափատը, այն ժամանակ ասում է 14 համարը ասում է, այն ժամանակ հավաքված ժողովրդի միջից Տիրոջ հոգին իջավ նրանց վրա, ամբողջ ժողովրդի վրա իջավ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես հավատում եմ, որ նույն ձևով, երբ որ Պենտեկոստեի օրերը պետքա լրանային, առաքյալները նրանք հավաքված էին Վերնատանը, եւ նրանք էլ այս խոսքերն էին ասում, իսկ դու ասել ես, եթե մենք գնանք ու սպասենք, երկնքից զորություն ենք առնելու, ամեն սիրելիս, եղավ թե չեղավ, երկնքից զորություն պետք է առնես, ամեն խոստումները այո եւ ամենա, քո ընտանիքի ու քո զավակների համարա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, իսկ դու ասել ես փառքեր Հիսուսին, մենք այսօր ավելի շատ Աստծո խոսքն ենք հռչակելու, ավելի շատ բարձրացնելու ենք Տիրոջ խոսքը այսօր, այսօր ես հանել եմ համարներ սիրելներ, որ համարները կապված են սրա հետ, իսկ դու ասել ես ամեն, ես կուզեմ այս համարները հռչակենք ու կարդանք ու ասենք Տեր Աստված, իսկ դու ասել ես, հալելույա, իսկ դու ասացիրը մեր իշխանությունն է աղոթքի մեջ, համաձայն եք սիրելներ, մեր իշխանությունն է, որովհետև մենք Աստծո խոսքն ենք Աստծո դեմ ուղղում, հիմա կասենք հետաքրքիր է, սա մենակ Հակոբը կարար այսպիսի բան աներ, որ պատկերացրեք իր ամբողջ կյանքը նա լավ հաշիվներ արել, նա գիտեր որտեղից ինչ մտներ, ոնց դուրս գար, նա գիտեր իր $100 ոնց կարա շինի 1000, ոնց կարա Լաբանին գնա եւ Լաբանի ոչ մի բան չուներ, բայց դարավ մեծ հասկանում եք։ Եվ նա այս ստրատեգիան օգտագործեց եւ ասեց լսի, եթե ամբողջ կյանքս ես ինձանով կարացել եմ ինչ որ մի բանի հասնեմ, Տեր Աստված, իսկ դու ասել ես, առավել մեծ ու առավել հզոր է քո խոսքը, իսկ դու ասել ես Տեր Աստված, իսկ դու արդեն խոսացել ես իմ կյանքի մեջ, հալելույա, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ դու ասել ես։ Ես կարդալու եմ Աստծո խոսքից համարներ եւ դրանից հետո երկրպագելու ենք Տիրոջը, ասելու ենք իսկ դու ասել ես, փառքեր Հիսուսին, իսկ դու ասել ես փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եթե թշնամին հեղեղի պես գա, Տիրոջ հոգին ասում է, նրա դեմ ասում է ստանդարտ պետք է բարձրացնի, ամեն։ Երբ որ ասում է թշնամին քո դեմ հարձակվի, Տիրոջ հոգին ասում է նրա դեմ ստանդարտ է բարձրացնելու։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ դու ասել ես իմ ընտանիքի համար։ Դու Աստծուց եք, դուք Աստծուց եք, որդյակներ, ու հաղթել եք նրանց, ում ասում, ում ենք հաղթել։ Հաղթել ենք աշխարհին, հաղթել ենք ամեն դիվային ուժերի, հաղթել ենք ամեն պարտություններ, ամեն դժվարություններ, սիրելի քույր եղբայրներս, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է, ասա, իսկ դու ասել ես, ամեն։ Հիմա զգում ես, որ քո մեջ ինչ-որ բան է կատարվում, իսկ դու ասել ես, սա է Տերը ասում, սիրելի քույրս եղբայրս։ Երբ որ Աստված այցելում է իր զավակներին, նա չի ասում պատմի քո կյանքի մեջ ինչ ես դու զգում։ Նա ասում է, որ դու ով ես իմ մեջ։ Ես ինչ եմ տեսնում քո կյանքի մեջ, Գեդեոն, քո կյանքի դժվարությունների, խորոչների, պաղկված քարանձավների մեջ, վախերի մեջ, կապանքների մեջ, ինչ արժեքներ եմ տեսնում քո կյանքի մեջ, հալելույա։ Իսկ դու ասացիրը հռչակիր քո կյանքի մեջ։ Իսկ դու ասել ես, նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Սա իրական է թե չէ, սիրելներ։ Սա իրական է մեր փրկության համար, մեր հոգու փրկության համար։ Մատթեոս ավետարանը այս համար այսպես է տեսել։ Նա տեսել է, որ Հիսուսը բորոտներին բժշկում է։ Եվ ասում է, բոլոր հիվանդներին բժշկեց Մատթեոսը, եւ անմիջապես այս խոսքն է մեջ բերում։ Իսկ դու ասել ես, որ քո վերքերով նրանք բժշկվեցին, ամեն։ Սիրելի քույրս, եղբայրս, իսկ դու ասել ես։ Բայց այս ամենի մեջ մենք ավելի հաղթական ենք, հաղթողներ ենք նրանով Հիսուսով, ով մեզ սիրեց, հալելույա, հալելույա, փառքեր Հիսուսին,
Իսկ դու ասել ես, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Այս խոսքերը կարաս ասես աղոթքի մեջ, կարաս հռչակես Հռոմեացիների 8-ը, եթե Աստված մեզ հետ է, ով է մեզ հակառակ։ Ով էր Հակոբը, սիրելներս։ Հակոբը մի խաբեբա մարդ էր։ Նա իր ամբողջ կյանքը այսպես է վաստակել ինչ-որ մի բան։ Բայց երբ որ Աստված նրան երևաց, նրա հետ խոսաց, երբ որ Աստված երազով նրան 2 անգամ երևաց, նա ավելի հասկացավ ինչ խոսքեր կան այս բառերի տակ, իսկ դու ասել ես, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ դու ասել ես, Տիրոջ անունը ամուր աշտարակ է, Դավիթն ասեց, արդարը վազում է այնտեղ եւ ապաստան է գտնում, իսկ դու ասել ես, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, իսկ դու ասել ես, քեզ չեմ թողնելու, քեզ չեմ լքելու, հավատում ես այս խոսքերին, հավատում ես, սիրելիս ամենալավ, ամենահզոր, ամենաբարձր աղոթքը Աստծո խոսքի աղոթքն է Աստծուն ուղղված։ Իմ ասելու միտքը դա էր, որովհետև Աստծո սուրբերը նրանք եկել են այդ եզրակացության իրանց կյանքի մեջ։ Երբ որ սկսում ենք աղոթենք, շատ դժվար է աղոթել, շատ դժվար է ինչի համար աղոթեն, որովհետև մեր կյանքի մեջ շատ եսավներ կան, շատ խնդիրներ կան, շատ չլուծված հարցեր կան, ամեն բան։ Բայց երբ որ խոսքը բացում ես, խոսքը կարդում ես, ասում ես Տեր, սա քո խոսքն է, դու ես ասել, հալելույա, դու ասում ես, որ ես քեզ չեմ լքելու։ Այնպես որ համարձակվում ենք ասել, Տերն է իմ օգնականը եւ ես չպիտի վախենամ, մարդն ինձ ինչ կարա անի։ Ասա Եսավը ինչ կարա անի ինձ։ Եսավը եկավ ու խոնարհվեց Հակոբի առաջ։ Եսավը եկավ, Հակոբը դեռ ինչեր էր մտածում, միտքը ուր էր հասել, ինչ դիպրեսիաներ էր ապրում, վախեր էր ապրում, ընտանիքը 2 մասի էր կիսել, բայց Աստված արդեն գործում էր։ Աստված Հակոբին ասում էր, Հակոբ դու արա, իսկ դու ասել ես ես էլ իմը կանեմ, ամեն, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, իսկ դու ասել ես, կատարյալ խաղաղության մեջ կպահես նրանց, ու միտքը քո վրա է մնացել, որովհետև քեզ է ուսացել, Եսայի մարգարեն ասում է, քանիսը ունեք կատարյալ խաղաղության կարիք, քանիսը ունեք սիրելներ, որ Տեր, ես ուզում եմ, որ կատարյալի միտքը սոցես քո խաղաղության մեջ, խաղաղություն, որ վեր ամեն հասկացողությունից, ամեն մտքից, ամեն տիրություններից, որովհետև ասել ես, կատարյալ խաղաղության մեջ իմ միտքը կպահես, փառքերը քեզ Հիսուս, իսկ դու ասել ես, որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, որ պահեն քեզ ու քո բոլոր ճանապարհների մեջ, իսկ դու ասել ես սիրելիս, ամեն, միգուցե հիմա միտք է գալի եւ միտքը ասում է, այո դա քո համար իրական է, բայց իմ կյանքի մեջ ես հարազատի կորուստ եմ տեսել, որտեղ էին այդ հրեշտակները, որ նրան պահեին կամ այն մեկին պահեին, իսկ դու ասել ես, ես եմ հարությունն ու կյանքը, ասա սիրելիս, մենք բոլորս մահանալու ենք այս աշխարհում, հաշտվեք դրա հետ, մեր կյանքը ընդամենը 80 տարի է այս աշխարհի վրա, հաշտվեք, 200 տարի առաջ մեր նման են մարդիկ մտածել, ամեն ինչ արարեն, դնեն, ստեղծեն, բայց մի ակնթարթում անցել է, բայց իսկ դու ասել ես, մեր Տերը խոստանում է մեռելների հարությունը, ոչ թե Տերը ասում է ես քեզ մեռելներից հարություն կտամ, ասում է ես եմ հարությունը, իսկ դու ասել ես, սրանք տարբեր բաներ են սիրելիս, ես եմ հարությունը, փառքեր Հիսուսին, հալելույա, իսկ դու ասել ես, որովհետև քեզ համար հրամայել է իր հրեշտակներին, ամեն ու ամեն, իսկ դու ասել ես ամբողջ 10-րդը գանձատուն բերեք, որովհետև ես երկնքի շտամարանները կբացեմ ու կորտնեմ քո տունը, իսկ դու ասել ես փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, գիտեք, շատ ժամանակ կարդում ենք Աստծո խոսքից համարներ, բաներ կա շատ լավ ենք հավատում, բաներ եկա գրված ասում ենք լավ այդ մեկը, ամենն է Տերը ասել, ամեն խոսքերն է Տերը ասել, եթե ուզում ես Տիրոջը փորձես, Տիրոջը իր խոսքի մեջ փորձի, ասա իսկ դու ասել ես Տեր Աստված, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին,
Իսկ դու ասել ես, երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ։ Իսկ դու ասել ես, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի։ Երբ քայլես կրակի միջով, չես այրվի եւ բոցը քեզ չի լափի։ Այս խոսքը կյանք էր Սեդրակի, Միսակի, Աբեդնագովի համար։ Նրանք գիտեին ինչա կրակի մեջ ընկնելը։ Նրանք մերպես մարդ են եղել, զգացմունքներ են ունեցել։ Օպերացիայից 1 օր առաջ մարմինը սեղանի վրա դրվել է, որ չգիտես ինչ ու ոնց է լինելու, դիագնոզի պատասխանը կրակի մեջ ընկնելը, բայց կրակից դուրս գալ ասա, իսկ դու ասել ես փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես հենց այդ Աստծուն եմ հավատում, սիրելիս։ Այս սա վստահություն է Տիրոջը։ Ես էլի եմ ասում, ասма հավատքով լսեցինք Աստծո խոսքը եւ ընդունեցինք Հիսուսին, չէ՞։ Հավատքը գալիս է լսելուց եւ լսել Աստծո խոսքից։ Եվ այդ ամենից հետո գալիս է մենակ վստահություն։ Ես վստահում եմ քեզ Տեր Աստված։ Քո խոսքը այո եւ ամեն է, որովհետեւ դու ասել ես։ Իսկ դու ասել ես. Արթնազանդվեք Աստծուն, դիմակայեք սատանային ու նա ձեզանից կփախչի։ Փորձել եք սա անեք, սիրելներ։ Փորձեք այս համարը գայթակղության ժամանակ, որ մի հատ հարձակում է գալի մտքիդ վրա, որ մի բանի մեջ արդեն մի քայլ է մնացել պետք է տրվես, այս խոսքերը ասա. Հիսուսի անունով ետիցս գնա սատանա։ Հիսուսի արյուն է մրճակում իմ կյանքի մեջ։ Տես ցանկություններդ ինչ է լինում։ Տես վախերդ ինչ են լինում։ Բարձրացրու ասա, իսկ դու ասել ես Տեր Աստված, փառքեր Հիսուսին։ Իսկ դու ասել ես, այս ամենը ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու դա կտրվի ձեզ, փառքեր Հիսուսին։ Սա մեր հավատքի մասին չի խոսում։ Սա Քրիստոսի հավատքն է մեր մեջ։ Ամեն սիրելիս։ Քրիստոսի հավատքն է մեր մեջ։ Մենք մեր հավատքը կարա փոքր հավատ լինի, տկար հավատ լինի, բայց երբ որ խոսքը կարդում ես, սա Քրիստոսի հավատքն է։ Սա Քրիստոսի խոսքն է, որ բնակվում է մեր մեջ։ Իսկ դու ասել ես կանչիր ինձ, եւ ես քեզ կպատասխանեմ, Երեմիան ասաց։ Եվ ես քեզ մեծամեծ ու խորհուրդներ կտամ, բաներ պիտի բացեմ քեզ, պատմեմ, որոնք դու չես իմացել։ Կանգնենք ոտքի ասենք, իսկ դու ասել ես Տեր Աստված։ Իսկ դու ասել ես քույրս, եղբայրս, ամենաառաջի բանը, ինչ Աստված քեզ ասել։ Ինչ ես դու սպասում Տիրոջից, ինչ սպասումներ ունես։ Ամենաառաջի բանը։ Այսօր մի հրաշալի եղբայր կար, որ դեստինի էր եկել։ Գիտեք, նա իր կյանքով ապահոված մարդ է, նա Hall of Fame, NFL-ի կրկնակի չեմպիոններ վերցրած, բայց նա ասում է իմ կյանքի մեջ մի բան եմ արել։ Ամենաառաջի բանը Աստծուն եմ դրել, ամենաառաջի տեղը։ Ամենաառաջի բանը հիմա քո կյանքի մեջ դիր Հիսուսին, քո որպես Տեր եւ անձնական փրկիչ, նրա արքայությունը։ Ինչ որ կյանքիդ մեջ պետք է, ինչ որ կյանքիդ մեջ հասել ես ու սպասում ես Տերը դա անելու է, ամեն։ Ասա, իսկ դու ասել ես Տեր Աստված։ Առաջինը փնտրեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը եւ ամեն բան ձեզ կտրվի։ Սա չի խոսում որոշ բաների մասին, սա խոսում է ամեն բաների մասին։ Տեր, հիմա մենք բարձրացնում ենք մեր սիրտը, մեր կյանքը, Տեր։ Տեր, մենք էլ Հակոբի նման, Տեր, այո, մենք անցնում ենք օրեր, պատերազմներ, շրջաններ, դժվարություններով ենք անցնում, Տեր Աստված, խնդիրներով ենք անցնում, մեր կյանքի մեջ միգուցե ունենք չլուծված եսավներ, հարաբերություններ, խնդիրներ, բայց այսօր քույրս եղբայրս ասա, իսկ դու ասել ես, եթե դուք ներեք, ես այդ ձեր մեղքերը կներեմ։ Ասա, դու կտեսնես ինչ է կատարվում կյանքիդ մեջ, դու կտեսնես ինչ սարեր են գլորվելու կյանքիդ մեջ, ինչ եսավներ են գալու ու ասելու են, այո, այն օրհնությունը քո համար էր պահված։ Այո, ես ընդունում եմ այն ձեռքերը, որ քո վրա իմ հայրը դրեց ու օրհնեց քեզ, հալելույա, փառք քեզ Տեր Հիսուս։ Հայր, ես հավատում եմ, որ ավելին ունես դու մեր համար, մեր եկեղեցու համար, դու ավելին ունես այս համայնքի վրա, Սակրամենտոյի համար, Տեր։ Տեր, ես բազմիցս անգամ
Դու գիտես Տեր իմ աղաչանքը, դու գիտես իմ լացն ու աղաղակը Տեր Աստված, իմ ընտանիքի համար, իմ երեխաների համար, նրանց հարատև փրկության համար Տեր Աստված, դու գիտես իմ աղաղակը Տեր Աստված, իսկ դու ասել ես այս քաղաքի համար, իսկ դու ասել ես այս դատարկաթորների համար Տեր, իսկ դու ասել ես Տեր Աստված, իսկ դու ասել ես Տեր, որ դու շուտով գալիս ես Տեր, երկնային Տեր Աստված, ես խնդրում եմ Տեր, որ սկսես մի այլ ձև գործել մեր մեջ Տեր, այսօր ես խնդրում եմ վստահություն Տեր Աստված, այն վստահությունը, որ դու սովորացրեցիր Հակոբին, որ նա ուղղակի քեզ վստահի Տեր, նա իր հույսը չդնի իր գործերի, իր մարդկային գործերի մեջ Տեր Աստված, սա է այն վստահությունը, որ Հիսուսի նկատմամբ ունենք, թե ինչ որ նրա կամքի համար ենք խնդրում, ինչ որ ասել ես Տեր Աստված, փառք ես Տեր Հիսուս, քույրս եղբայրս, մեր Աստված սիրո Աստված է, նա ասում է մեկդ մեկի սիրեք, զիջեք, ընդունեք, ներեք, այսպես է խոսքը ասել, ամեն, իսկ դու ասել ես, փառքերը քեզ Տեր Հիսուս Քրիստոս, այսօր սիրտդ բացիր, ասա Տեր, իսկ դու ասել ես, որ դու ինձ օրհնելու ես Տեր Աստված, որովհետև Տեր, դու ես Աբրահամի, Իսահակի, Հակոբի Աստվածը, հավատք ես փոխանցես սերունդներով, դու ես մեր հայրերի Աստվածը, դու ես նրանց ասել, իսկ դու ասել ես Տեր Աստվածը, փառք ես Տեր Հիսուս, այսօր Հայր Աստված, քո օրհնությունն ու կրակը բեր մեր մեջ Տեր Հիսուս, ջերմացրա մեր սրտերը նորից, ուզում ենք հպվել քեզ, այցելիր մեզ Տեր Հիսուս, այցելիր մեզ Տեր Հիսուս, Թափել իմ սերն ինչպես